Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Մանասյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, աշխատակազմի։ Այսօր որոշել եմ մի քանի հարց տալ, այդ հարցերը ոչ թե նրա համար են, որ աշխատանքներ չեն կատարել, այլ ընդհակառակը գիտեն, որ մեզ լսում են հասարակության տարբեր շերտեր, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնել այն հարցերը, որոնք գուցե ինձ են մտահոգում հասարակության լայն շերտերին։ Տեսեք, առաջին հարցս. վերջին շրջանում աճել են ատելության խոսքի եւ կիբերբռնության դեպքերը սոցիալական ցանցերում։ Հարցս. ինչ քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանը նման երևույթները կանխելու եւ քաղաքացիների արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ։ Դուք գիտեք, որ իրոք շատացել են այդ դեպքերը։ Երկրորդ հարցս. որոնք են ձեր կարծիքով այս պահին Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենասուր եւ առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները։ Խնդրում եմ այս երկու հարցերին պատասխանեք, արձագանքից հետո ես եւս երկու հարց կտամ ձեզ։ Շնորհակալ եմ անչափ Տիկին Ղազարյան, շատ կարևոր հարցերի անդրադարձակ, ատելության խոսքի, կիբերբռնության, բուլինգի եւ այլ հարցերի առումով հատուկ արձանագրեմ, որ իհարկե կարծում եմ այս լսարանում բոլորն են տեղեկացված այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը ունի գործնականում ուղղակիորեն գործիքներ կիրառելու մեթոդաբանություն այս խնդիրները լուծելու ուղղությամբ եւ իր մեթոդաբանությունը հիմնականում հանգում է նրան, որ բացահայտում է խնդիրները, հրապարակային խոսում է դրանց մասին, պահանջում է իրավասու մարմիններից այդ խնդիրների լուծում եւ իրավունքների խթանման մանդատի համատեքստում, թե իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, թե մարդու իրավունքների կրթության միջոցով ենք փորձում խնդիրները լուծել, բայց հատուկ արձանագրեմ, որ ատելության խոսքի առումով Հայաստանում իրականում միջավայրը ընդհանրապես ընդունելի չէ, որովհետև ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ երևի թե բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին եւ օրինաչափությունը հակառակը ատելության խոսքի արկայությունն է, նույնիսկ այսպես ըստ հանրային գործիչների խմբերի, քաղաքական դերակատարների կարող ենք տարանջատել ատելության խոսքի այն տեսակները, որոնք կոնկրետ դերակատարները տարածում են։ Այս առումով կարծում եմ ես բազմից եմ ոչ միայն հրապարակային խոսել, այլ նաև մեր միջազգային գործընկերների եւ պետական մի քանի մարմինների հետ համագործակցությամբ կարողացել ենք նաև համապատասխան միջոցառումներ իրականացնել, կազմակերպել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք սկսել ենք թիրախավորել տարբեր խմբերի ատելության խոսքի կանխարգելման ոլորտում ոչ թե պարզապես իրազեկվածությունը բարձրացնելու, այլ ընդհանուր հարթակներ ձևավորելու համար, որոնք կարող են աշխատել այս խոսքի դեմ պայքարին առնչվող հարցերում, մասնավորապես լրագրողների խմբերի հետ ենք աշխատել եւ ունեցել ենք բազմապիսի քննարկումներ, վերապատրաստումներ լրագրողների հետ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ լրագրողական համայնքին, որ անկախ նրանից թե ինչ տիպի լրատվամիջոց են ներկայացրել, գրեթե բոլորը համաձայնություն են տվել մասնակցելու եւ շատ կառուցողական մասնակցել են քննարկումներին։ Հատուկ խումբ առանձնացրել ենք ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետեւ կրթական համակարգում եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից այս խոսքի տարածման դեպքերը նույնպես չափազանց մեծ ծավալ են կազմում եւ առավել մտահոգիչ են, քանի որ մի բան է, երբ օրինակ քաղաքական գործիչներ քաղաքական շահերից ելնելով ատելության խոսք տարածում, մեկ այլ բան է, երբ մասնագիտական ակադեմիական համայնքները եւ նաեւ վերջերս համատեղ միջոցառում ունեցանք նաեւ ազգային ժողովի падգամավորների հետ եւ սա էլ կարծում եմ շատ կարեւոր նախաձեռնություն էր ու գրեթե մեր բոլոր հանրային իրազեկման աշխատանքներում եւս մենք ունենք հարցին առնչվող պարտադիր անդրադարձեր, նաեւ հետազոտություն ենք հրապարակել ատելության խոսքին առնչվող գործերի քննության հետ կապված, հատկապես եթե համապատասխան հանցակազմի մասին ենք խոսում, ես ինքս պարբերաբար խոսում եմ նաեւ այս հանցակազմի հետ կապված ոչ այնքան ճիշտ մեթոդաբանություն կիրառելու մասին, այդ թվում իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում կան մի շարք դեպքեր, որոնք ես
ես կարծում եմ, որ առնվազն պետք է քրեաիրավական գնահատականի նաև արժանանան հատկապես կոնկրետ խմբերի, խոցերի վիճակում գտնվող խմբերի թիրախավորելու առումով եւ այլն, այս առումով ես չափազանց կարևորում եմ բոլոր դերակատարների կառուցողական ներգրավվածությունը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենաարդիական խնդիրներին, կարծում եմ Հայաստանում հատկապես այս պահին արդիական են քրեական բարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերը եւ այս առումով ես պարբերաբար բազմաթիվ խնդիրներ եմ արձանագրում եւ կարծում եմ, որ մեր նաեւ հրապարակային հաղորդակցության ծավալն էլ ցույց է տալիս, որ այս առումով մենք իրապես շատ մեծ ուշադրություն այս փուլում հենց ոլորտին դարձնելու կարիք ունենք, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են։ Շատ կարեւոր է մշտապես Հայաստանում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, որտեղ իրականում ամբողջությամբ ձևախեղված ընկալումների եւ շատ ձևախեղված պրակտիկայի վիճակ է, հետեւաբար այս ոլորտը միանշանակ պետք է պատշաճ կանոնակարգման ենթարկել, ընդ որում այս համատեքստում նաև կրոնական ազատությունների եւ այլ հարցերը պետք է բնականաբար ուշադրության կենտրոնում լինեն եւ իհարկե ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, հոգեբուժական հաստատություններում զինված ուժերում իրավունքների պաշտպանություն, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն, որը եւս արդիական է, բայց երևի թե այլ դետալների մեջ չմտնեմ, սրանք կհամարեի ամենաարդիական խնդիրները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եվս երկու հարց ունեմ, տեսեք, ես գիտեմ, որ դուք եւ ձեր աշխատակազմը լինում է մարզերում եւ հարցը հենց մարզերի հետ կապված է։ Ինչ ծրագրեր եւ նախաձեռնություններ եք դուք իրականացնում մարզերում բնակվող կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության եւ իրենց իրազեկելու համար, սա մեկ հարց, եւ երկրորդը հաշվի առնելով, որ շատ քաղաքացիներ չունեն իրավական կրթություն կամ հնարավորություն չունեն դիմել մասնագետների, ինչպես եւ ինչ ձևով է կարելի դիմել ձեզ մարդու իրավունքների պաշտպանին եւ որքանով է այդ գործընթացը հասանելի եւ պարզ հասարակ քաղաքացիների համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, մարզերում այո շատ հաճախ ենք լինում եւ ես անձնապես եմ նաեւ լինում, այցերի քանակի տեսանկյունից էլ իրապես տարբերություն կա։ Ուզում եմ նշել, որ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնք հենց երեխաներին եւ կանանց են վերաբերում եւ աշխատում ենք ոչ միայն նրանց համար, այլ հենց նրանց հետ։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այս տարի մենք երեխաների իրավունքների հետ կապված հատուկ մեծ արշավ ենք սկսել հենց տարվա սկզբից եւ պարբերաբար այցելում ենք Հայաստանի մարզային տարբեր դպրոցներ եւ ոչ միայն մարզերում, նաեւ Երևան քաղաքում եւ հենց երեխաներին իրազեկում ենք իրականացնում թե իրավունքների տարբեր բնագավառների, թե նաեւ մի փաստատության գործառույթների, մի փաստատություն դիմելու եւ այլ հարցերի հետ կապված։ Սա մեր ուշադրության կենտրոնում է։ Ես ինքս անձնապես եմ երեխաների հետ շատ աշխատում, ավելին ասեմ, երեխաներից նաև բազմաթիվ բողոքներ հենց անձնապես եմ ստանում, հատկապես զգայուն հարցերի հետ կապված, որոնք միգուցե չեն ուզում այլ պետական մարմիններ ներկայացնել, շատ դեպքերում հենց անձնապես այդ աշխատանքի արդյունքում ինձ են ներկայացնում։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ունենք երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ եւ խորհրդի անդամները հենց երեխաներ են եւ երեխաները Հայաստանի տարբեր մարզերից են, իրենք ինչ որ առումով նաև իրավունքների հետ կապված դեսպանների դերակատարություն են կատարում տարբեր միջավայրերում, որովհետև մենք նրանց հետ շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում եւ իրենք էլ իրենց համայնքներում, նաեւ իրենք են համայնքային խնդիրներ բարձրաձայնում եւ մենք պարտադիր դրանք ներառում ենք մեր բարձրաձայնվող խնդիրների համատեքստում։ Կանանց հետ աշխատանքն էլ իմ առաջնահերթություններից է եւ ես չեմ վարանում դրա մասին խոսել, թեպետ Հայաստանում սրանք ոլորտներ են, որտեղ հատկապես շատ հրապարակային ակտիվ գործունեության պարագայում հաճախ թիրախավորվում է, բայց ես մեկ անգամ եւս կշեշտադրեմ, որ սա իմ գործունեության կարևոր ոլորտներից է, ընդ որում հարցը թիրախավորում եմ տարբեր ձևաչափերով, մասնավորապես նաեւ կանանց խմբերն ենք առանձնացնում, օրինակ իմ մարզային հիմնական այցերի ընթացքում ես պարտադիր հանդիպում եմ նաեւ հաշվանդամություն ունեցող կանանց կամ հաշվանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքների անդամների հետ եւ փորձում ենք հասկանալ նրանց խնդիրները, փորձում ենք թիրախավորել այս հարցերը։ Ազգային փոքրամասնությունների համայնքներում ենք նաեւ կանանց իրավունքների հետ կապված բազմաթիվ աշխատանքներ իրականացնում, նաեւ վերջերս Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ
այդտեղ դարձյալ շարք ենք սկսել հանրային իրազեկումների սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետ կապված եւ պարբերաբար մեկնում ենք տարբեր մարզեր եւ ունենում ենք քննարկումներ այս խնդրի հետ կապված եւ նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք միգուցե ժամանակն այդքան երկար չէ, որպեսզի բոլորը թվարկեն, պարզապես կնշեմ, որ շատ կարեւոր է, որպեսզի այս հարցերին ուշադրություն դարձնենք, բայց օգտվելով առիթից, քանի որ մարզերի հետ կապված հարց բարձրացրեցիք, գրեթե բոլոր իմ մարզային այցելությունների ժամանակ համարյա բոլոր մարզերում 1-2 հարց կա, որ քաղաքացիները բարձրաձայնում են, հետեւաբար թույլ տվեք օգտվել առիթից եւ խոսել այդ խնդիրների մասին, մասնավորապես հանրային ծառայությունների, այդ թվում անձնագրային ծառայությունների, նոտարական գրասենյակների, հանրային տրանսպորտի ծառայությունների բացակայության խնդիրը, որը չկա գրեթե մարզ, որտեղ այս հարցը ինձ բարձրաձայնված չլինի, այդ թվում նաև մի շարք մարզերում բարձրաձայնվում է կոնկրետ բնակավայրերում դիահերձարանների բացակայության խնդիրը, կոնկրետ բնակավայրերում բժշկական հաստատությունների բացակայության խնդիրը, ինչի արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր առաջին բժշկական օգնություն ստանալու կամ միգուցե ոչ առաջին բժշկական օգնություն ստանալու, բայց այնպիսի բժշկական ծառայություններ ստանալու հետ կապված, որոնք այդ բնակավայրում չլինելու արդյունքում մարդկանց համար խնդիրների են հանգեցնում։ Սա շատ կարևոր եմ համարում հենց ազգային ժողովում բարձրաձայնել որպես հարցադրումներ, որոնք պետք է լինեն քննարկման առարկա, որովհետև նաև գիտեմ տարբեր պետական մարմինների պատճառաբանությունները եւ նաեւ պարզաբանումները այս խնդիրները, այդ թվում նոր փոփոխությունների համատեքստում իրականացնելու ձևաչափի տեսանկյունից, մասնավորապես օրինակ անձնագրային ծառայությունների առումով, բայց քանի որ սա գրեթե բոլոր մարզային բնակավայրերում քաղաքացիները բարձրաձայնում են, կարծում եմ, որ պետք է դառնա նաեւ համապատասխան քննարկման առարկա։ Եվ MIP դիմելու հետ կապված մեր թեժ գծի հեռախոսահամարն է 116 շուրջօրյա է գործում թեժ գծի հեռախոսահամարը, պարզապես քաղաքացիներին զգուշացնեմ, որ երբեմն միևնույն պահին շատ են լինում զանգերը, որովհետև ահռելի քանակությամբ են զանգերը մեր հաստատություն եւ դրա պատճառով միգուցե առաջին պահից հնարավոր չի լինում արձագանքել, բայց քաղաքացիները հետագայում եւս թե հետադարձ կապ են ստանում, թե իրենք են հետագայում զանգահարում, նաեւ գրասենյակը հասանելի է Երևան քաղաքի կենտրոնում, Պուշկին փողոցի վրա է գտնվում մեր հիմնական գրասենյակը, ունենք նաև մարզային գրասենյակներ Հայաստանի 5 մարզերում՝ Շիրակի մարզում, Սյունիքի մարզում, Տավուշի մարզում, Լոռու մարզում եւ Գեղարքունիքի մարզում։ Շնորհակալ եմ։